վճարող քաղաքացիներին։ Ստեղ մի հատ երկրորդ մամուլի քարտուղարի հաստիք կբացենք, որ դուք էլ լինեք մյուս լրագրողների մամուլի քարտուղարը, խնդրեմ։ Այսինքն չեք ուզում աշխատանքի մտնենք կառավարություն, խնդիր չկա։ Հիմա ուզում եմ ասել հեղափոխությունը անելու նպատակի իրագործման համար արդյոք թույլատրելի է ազգային ժողովում կամ այլ պետական հասարակական կառույցների փողոցներում հասարակական վայրերում ծխախցակող միջոցների օգտագործումը, փողոցներին անժամկետ փակելը, ռադիոյում կամ այլ հատուկ ապահովող տարածքներ գործելը, երրորդ կետում նշված կառույցների թիվը կամ դերերը անընդմեջ վնասել խոսքին ու գործիքավորելու կորերաներով դատարանների ապակելա, իսկ կոչող պրոտեստկարը, որպեսզի դատավորները չկարողանան գործողություններ կայացնել, ազգային ժողովի շենքը շրջափակելը պատգամավորների ազատ ներդրումով եւ ուսումնական հաստատություններում դասականների կազմակերպել ուսանողների աշակերտների քաղաքացիների կոչումների դասաշինանը Մի հատ անեկդոտ կա, այդ անեկդոտը գիտեք, իհարկե այդ անունը կրող բոլոր մարդկանցից ներողություն եմ խնդրում, մեկ-մեկին հարցնում, ասում է, անունդ ինչ է, ասում է Սպարտակ, ասում է, ինչի դու որ թիվ ես, որ հիմա այդ հարցից առաջին հարցը այդ որ թվի հարց ենք տալիս։ Ցանկացած բան, որը արտահայտում է ժողովրդի լեգիտիմ կամքը, թույլատրելի է։ Ցանկացած բան, որը արտահայտում է ժողովրդի լեգիտիմ կամքը, թույլատրելի է ժողովրդի լեգիտիմ կամքը։ Այն ինչ որ չի արտահայտում ժողովրդի լեգիտիմ կամքը, անթույլատրելի է։ Այն ինչ որ արտահայտում է ժողովրդի լեգիտիմ կամքը, թույլատրելի է։ Այն ինչ որ չի արտահայտում ժողովրդի լեգիտիմ կամքը, չափվում է ժողովրդի լեգիտիմ կամքի արտահայտմամբ։ Ժողովրդի լեգիտիմ կամքը ինչպես է արտահայտվում։ Արտահայտվում է 50+1%-ով։ Հետո ա ձեզ ասել։ Շատ լավ, բայց եթե ես 7% ունեմ, հիմա ինչ գործ ունեմ ստեղ ձեր հարցերին պատասխանելիս։ Հասկացանք։ Հարգելիս, դուք ուշադիր չեք իմ պատասխանին։ Ես չէի խոսում տոկոս ունեցող չունեցողի մասին, ես խոսում եմ ժողովրդի կամքի մասին։ Այն մարդը չի կարևոր, ով ինչ որ տոկոս ունի կամ չունի, ժողովրդի կամքն է կարևոր։ Ժողովրդի կամքը ասի այն ինչ որ բխում է ժողովրդի լեգիտիմ կամքից, կարելի է։ Ես համոզված եմ, որ մեր ժողովուրդը իր լեգիտիմ կամքը արտահայտելու ձևը միշտ էլ կգտնի, երբ որ այդ լեգիտիմ կամքը ձևավորված լինի։ Հա, կներեք, եւ իմ այստեղ գտնվելը ժողովրդի լեգիտիմ կամքի արտահայտություն է։ Եթե ժողովրդի ուրիշ լեգիտիմ կամք ձևավորվի, ինքը անպայման կարտահայտվի։